Պարոն Ալեքսանյան, քիչ առաջ ազգային ժողովը քվեարկեց, հենց ազգայնացնելու այդ հրատապ նախագիծը։ Սա դեռ ազգայնացնելը չէր, բայց ասեք։ Բայց ընդդիմադիրներն արձագանքում են, ասում են, որ այս իշխանությունը ինչին կպնում է, նախ տապալում է, եւ անգամ օրինակներ էին բերում, օրինակ ասում են, այս ընթացքում անգամ չեք կարողանում մինչև հիմա հստակեցնել, պետք է խանութներում տոպրակ տրամադրել, աղը պիտի դրվի սեղանին, թե չէ, անգամ այս մանր հարցերը չլուծողները խոսում են մեծ ծրագրերից։ Եվ սա այնուամենայնիվ խլելու գործընթաց չէր ի վերջ։ Այդ այն մարդիկ են ասում, ովքեր ծակ շապիկներով եկել են Հայաստանում իշխանության Ղարաբաղից, առանց Հայաստանի քաղաքացիության դարել են Հայաստանում նախագահ, հետո Հայաստանի ժողովրդին պատկանող հեծը ուշադրություն 12 միլիոն դոլարով տվել են սրան նրան, այդ մարդիկ են ասում, որ մեր ձեռը ինչին կպնում է բանա լինում։ Այդ այն մարդիկ են ասում, ովքեր որ պատից կախ չտեսնելով դարել են ԶՊՄԿ-ում օրինակ բաժնետեր, այդ մարդիկ են ասում։ Բնականաբար նրանց այդ բիզնես ունակությունների ու մնացածի հետ մենք համեմատվել բնականաբար չենք կարող։ Ու այս խոսույթը ինձ թվում է դուք շատ եք լսում, չէ՞։ Այ այտենց բարբերաբար դաշտ անեթում, այ որ դուք պաշտոն չունենաք, դուք ով եք, այդ գիտեք ինչի մասին է այդ խոսույթը։ Օրինակ ես որպես падգամավոր, որ պահին պաշտոն չունենամ, այդ պահին ես միլիարդատեր չեմ ելնելու։ Այսինքն ես պետական պաշտոնը չեմ օգտագործում անձնական ունեցված կուտակելու համար։ Դիցուք օրինակ Ռոբերտ Քոչարյանի պես, ով որ մենակ պաշտոնական հայտնաբերված այս պահին թվերով 200 միլիոն դոլարի ունեցվածք ունի, որը պահանջվում է պետականացնել։ Այսինքն հասարակությունը հիմա նախկին ու ներկա այդ կռվի մեջ է եւ իրեն հետաքրքիր չի, իրեն հետաքրքիր այն որ արդյոք հեծը նորմալ կաշխատի, հոսանքի գինը չի թանկանա, հոսանքի գինը նույնը կմնա, պարոն Ալեքսանյան, դուք կարող եք հանրության օրինակ վստահեցնել, որ հոսանքի գինը փոփոխման չի ենթարկվում։ Ես կարող եմ հանրությանը վստահեցնել, օրինակ, որ այլևս ըստ թվերի, օրինակ գիտեք հեծը ինչքան ներդրում արել ենթակառուցվածքների մեջ։ Ըստ թվերի ինչքան ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 90%-ով իր ներդրումները։ Այո, եւ ինչքան ա եղել այդ ներդրումները։ Դե եթե 100% մի քանի 100 միլիոն դոլարի իբր ներդրում ա կատարվել։ Սիրելի քաղաքացիներ, որ հիմա դիտում եք մեզ, ձեր գյուղում որևիցե մի էլեկտրասյուն փոխվել ա, թե չի փոխվել։ Թե այն սովետի վաղտվա դրած փայտից այն արդեն ճաքեր տված սյուներն են։ Ձեր գյուղում կամ ձեր քաղաքում առհասարակ բացի այն շոչիկների կներեք արտահայտությանս համար շոչիկ բառի, շոչիկների այն երկաթյա տուփերից ինչ որ ուրիշ ենթակառուցվածքային ներդրում դուք տեսել եք թե չեք տեսել։ Ես ձեզ վստահեցնում եմ, ես ձեզ շոչիկների տեղը չէ։ Այդ 600 միլիոն դոլարը որպես այդպեսին դրա մեծ մասը ներկայացվում է, որ արվել է, դա եղել է այդ շոչիկների թանկանա թե չէ, պարոն Ալեքսանյան։ Չեմ կարծում, որ հոսանքը թանկանալու որևէ նախադրյալ կա։ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում է արել, որ այն հեծի աշխատողներ, ովքեր կմասնակցեն երթերին, կազատվեն։ Տենց բան չկա գրած։ Մի խեղաթյուրեք, ասում է ովքեր կպարտադրեն մյուսներին մասնակցել, կդատվեն եւ շատ ճիշտ է ասում, որտեվ այս աշխատելավոճը մենք առհասարակ գիտենք ընդդիմության բիզնեսներում, նույն ընդդիմության Չարչյանը, մի վարքյան, ժողովուրդ, մի փաթեք, հասկանում եմ, որ ազատությանը տա հաճա այս թեմայով խոսակցությունը, բայց թողեք ավարտեմ, հետո կշարունակեք։ Դե չեմ կարծում, որ դա չէ, այնուամենայնիվ։ Օրինակ նույն պրոֆեսոր Չարչյանը հիշում եք, որ բժիշկներին հասկանում եք, բժիշկը մյուս բժիշկներին հավաքել էր, ասում էր, եթե իմանամ ուրիշին եք ընտրել, իսկ ես կարամ դա պարզեմ, որ դուք ուրիշին եք ընտրել։ Ձեր հետ այսպես կվարվեն, այսպես կվարվեն։ Այս ընդդիմությանը ոչ խորտ, ընդդիմությանը շատ հարազատ։ Պարոն Ալեքսանյան, չէ, բացառվում, մի վարքյան ավտոբուսներով մարդկանց հանրահավաքի բերելու մասին, կոնկրետ մի հանրահավաքի ժամանակ մենք մեր աջակիցներին հայտնել ենք, որ ունենալու ենք ավտոբուսներ, որոնք բերելու են մարդկանց մարզերից, եթե մարդիկ ունենան դրա անհրաժեշտությունը։ Երբ որ մարդը կամավորության սկզբունքով գնում է կամ դուք եք ձեր մեքենայով բերում, կարող է ես եմ իմ մեքենայով առաջարկում տանել, դա ուրիշ բան է։ Աշխատողին պարտադրելը գաղտնալս են, այդ ձեզ թվում է չեն գաղտնալսում, այդ ձեզ թվում է բան չեն անում։ Այդ ձեզ թվում է օրինակ ընդեղ ԱԱՑ պետ է ունեցել, բան են ունեցել, տարիներով չի փորձել գաղտնալսի տենց մի բան գտնի։ Բա գտել է։
Տեսեք Բա այդ ուրա։ Ասում Լավ եք էլի։ ներդրումների մասին, թե հեծ այսքան տարիների ընթացքում ինչքան ներդրում է արել։ Իսկ պետությունը այդ ներդրումները որտեղից է ներգրավել, եթե հաշվի առնենք, որ չի փայլում դրանով ներդրումները Ոնց չի Հայաստան այսպես փայլում։ չեն գալիս։ Ոնց չեն գալիս։ Դե չեն գալիս։ Ինչ Վերջերս մենակ վերջերս Nvidia աշխարհահռչակ Nvidia ընկերության հիմնադիր տնօրենը առնվազն հայտարարեց, որ Հայաստանում 500 միլիոն դոլարի, կես միլիարդ դոլարի ներդրում են կատարելու։ Մի վարքյան 500 միլիոն դոլարի եւ կես միլիարդ դոլարի, այսինքն ներդրում են կատարելու արհեստական բանականության հետ կապված համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծելու։ Միանշանակ պետության աշխատանքներ, ԲՏԱ նախարարության աշխատանքներ, շատ կարևոր, շատ այսպես ես գիտեմ առնվազն, թե պարոն Հայրապետյանը ինչքան ծանր աշխատանք է տարել այս ամեն ինչը իրականություն դարձնելու համար։ Բեցի աշխատանքից դուք գոհ եք։ Այն հոսանքազրկումները, որոնք շատ հաճախ վերագրվում են հերթին, Բեցի տիրույթում են։ հիմնականում բեցի այո տիրույթում։ Սխալ է ձեր պնդումը, թե հիմնականում բեցի տիրույթում է, որովհետև Հայաստանում կա սպառողներին էլեկտրականություն մատակարարելու բուն տեղ հասցնելու մենաշնոր, այդ մենաշնորը պատկանում է հեծին։ Հայաստանի Հանրապետության գյուղեր ուղղակի կամայական գյուղ գնացեք, հարցրեք հարգելի ու սիրելի գյուղացիներ։ Ձեր գյուղում, երբ որ մազերը ծածանողից մի քիչ ավելի շատ ուժեղ, մի քիչ ավելի ուժեղ քամի է լինում, քանի ժամով է անջատվում ձեր հոսանքը։ Այդտեղ բեցը ընդհանրապես կապ չունի։ Քամու պատճառով, եղանակի պատճառով հոսանքազրկումների հետ բեցը ընդհանրապես կապ չունի։ Բեցը հիմնարկա, որտեղ կարա լինի վթար։ Այո, երբ որ այդ վթարը լինում է, մենք դրա մասին իմանում ենք, դուք էլ եք դրա մասին իմանում։ Բայց ամենօրյա լրահոսով, երբ որ տալիս եք հոսանքազրկումներ, ու դուք բոլորդ եք տալիս այդ հոսանքազրկումների մասին, որ մարդիկ ինֆորմացված լինեն։ Դրանց 99.9%-ը ժողովուրդ ջան, պատկանում է հեծին, դրանց 99.9%-ը հստակ բան ունի։ Ինչ վերաբերվում է Veolia-ին, երբ որ փորձում եք sense նույնականացումներ իրականացնել, նախ ժողովուրդ ջան, սեփականության իրավունքով ջրագծերը Հայաստանի Հանրապետությանն են։ Սա եկեք ֆիքսենք։ Veolia-ն ընդհանրապես այդտեղ կառավարիչ է։ Բան, որը լավ չեք սպասում։ Չէ, մի վարքյան, ժողովուրդ ջան, մի վարքյան։ Մի վարքյան։ Veolia-ն ընդհանրապես օպերատոր է։ Սա մեկ։ Երկրորդը, որպես այդպեսին, Veolia-ի ջրանջատումները իրանց բնույթով ուղղակի համեմատելի չեն հոսանքազրկումների քանակի, չափերի ու մնացածի հետ։ Ես իհարկե հասկանում եմ հիմա ի պաշտպանություն որոշ օլիգարխների անընդհատ փորձ արվում ներկայացնել, թե Veolia-ն կոնկրետ սենց է ու հիմա փորձում եք մեզ դիտող, բնականաբար լինում է ջրանջատումներ, օրինակ երբ է վերջի անգամ ջրանջատում եղել ձեր տանը։ Մեր տանը 3 Ջրանջատում, որտեղ եք ապրում, կասեք ճշտը։ Հաղթանակ թաղամաս։ Հաղթանակ թաղամասում, օքեյ, իսկ հոսանքազրկում։ Հոսանքազրկում, եթե անկեղծ չեմ Դե, սիրելի քաղաքացիներ, ես կուզենայի, որ դուք ապրեիք ընդդիմադիր լրատվականների այն աշխարհում, որտեղ հոսանքազրկումներ չկան, բայց ցավոք մեր ու ձեր ապրած աշխարհները խիստ տարբեր են։